Եկեք զրույցը սկսենք մեր ավանդական հարցով, ինչպես եք սկսում ձեր առավոտը։ Միասին մեկ բաժակ սուրճ, գուցե առավոտից զրուցում եք արվեստի մասին կամ գոնե համերգների, թե առանձին շտապում եք հասնել բազմազբաղ օրվա հետևից։ Օրերը տարբեր են, բայց պարտադիր սուրճով է սկսվում եւ քննարկվում է նախորդ օրվա, նախորդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրարանցումներ, ինչ որ բաներ, որոնք անհանգստություն են բերել մեր տուն։ Եվ առօրյա ինչ պիտի անենք։ Միասին սրճում եք առավոտյան։ Ես լինում եմ մի քիչ դժվար եմ զարթնում, որտեղ գործի առումով ուշ եմ գալիս, բայց եթե պետքա 10-ին, մաքսիմում 10:30 ես արդեն։ Ճիշտ չի ասում։ Ավելի ուշ։ Ավելի շուտ։ Ավելի շուտ։ Հա, կարա 5-ին էլ արթնանա։ Ինքը գիտեք, տարօրինակ բնավորություն ունի, կարողա բանը ժամացույց է դնի, որպեսզի զանգ արթնացնի իրեն, զարթուցիչով, այսինքն, եւ ինքն արտանա ավելի շուտ, քան Ես բուդիլնիկից առաջ եմ զարթնում։ Նման բան կա։ Տարբեր օրեր, տարբեր ժամեր եմ, բայց սուրճը, այո, պարտադիր պետք է խմենք ու շոշափենք ինչ-որ թեմաներ, որ կարա արվեստի շուրջ համարը շատ քիչ է լինում։ Ընտանեկան ավելի շատ։ Ավելի ինչ-որ կենցաղային ինչ-որ հարցեր, բան քաղաքի հետ կապված ինչ-որ ստեղ, այս մեկը էս վերլուծում ես այս մեկի հարցազրույցի ինչ-որ բաներ, հիշողություններ, ընկերներին, բարեկամների ես հիշում, տարբեր է թեմաները, հենց բան չի, որ արվեստի շուրջ խոսենք։ Ձեր անուն ընտրել է ձեր եղբայրը, նախապես ծնողներն այլ անուն էին ընտրել ձեզ համար։ Առաքել։ Սիրուն անուն Առաքելն է լավ չի, վատ չի։ Հավատում եք, որ անունը կարող է ճակատագիր որոշել։ Վստահ, այո, եւ շատ անգամ, այո, իհարկե կարող լինի, այդ անվան տակ մի հատ ուժ կա, մի հատ մարդուն պետք է բռնի, օրինակ շատ անգամ անուններ են ասում, որ անուն ասում ես զարմանում ես, ցույց չի կպտում, ինքն է գիտի, որ չի կպել։ Այդ անունը պետք է քու բնավորության։ Բայց ստիպված ընդունել է, էլի։ Դե ստիպված ընդունել է, հա։ Օրինակ անունների հետ կապված ես դեպք ասեմ ու ասեմ, պատմեմ իմ անվանն հետ կապված, երբ որ հյուրախաղեր էի դեռ 86-87 թվականներին մայստրո Օրբելյանի օրկեստրի հետ, մենք համերգների եւ գնացքներով էր այդ Սիբիր բան, ինքնաթիռ չգնացներով, տենց մի 7 օրով չով գնում էր, հասնում էր, օրերը, ամիսները վերջանում էին։ Եվ մի անգամ տոմս գնելու ժամանակ, երբ որ օրկեստրով կանգնած էին, մի պապիկ էր կանգնած, ռուս, չգիտեմ, որ շրջանում ենք, որ քաղաքում ենք, անկեղծ չեմ կարող հիշել։ Երբ որ ես անձնագիրը տեսես, պրոստը շոկի մեջ գա։ Պապիկի անուն, ազգանուն հայրանունը Լենինգրադ Կրասնոդարովիչ։ Ես չէի լսել, չէ շատ բաներ կա, Մելս, հա, կանալիզացիայի կա, լիքը բան կա, հա։ Բայց եւ անուն եւ ազգանուն։ Լենինգրադ Կրասնոդարովիչ, այսինքն Լենինգրադը ինքն էր, Կրասնոդարը հայրը։ Հա։ Անուն հայրանուն է Լենինգրադ, բայց ազգանունը երևի Վորոնեժսկի կարող լինել։ Որ էլի տեղանունով։ Անունները ինչ կապ ունեն, շատ մեծ կապ ունեն եւ բնավ իմ անունը պետք է Առաքել դնեին, այսինքն պապիկիս հորանուն, տենց ավանդույթ կա, չէ, որ անպայման պետք է եթե որդի է կամ աղջիկա պետք է ծնողների։ Ես դեմ չեմ դրան, հա, շարունակությունը, բայց հիմա երիտասարդությունը մի քիչ այլ կերպ նայում եւ ես ուրախ եմ, բայց չեմ նայում, իսկ դա եղավ այն, որ ես դեռ լույս աշխարհ չեկած, դե եղբայրս Աշոտը 4 տարի մեծ է, խապած էր Արամ Իսաբեկյանների ընտանիքը, որովհետև մենք նույն բակում ենք ապրում։ Երբ որ Արամը խաղում էր եւ Արամին Արամո արի վերև, եղբայրս լսելով այդ, որ Արամին կանչում են տուն, ու գալիս ասում է ես Արամո եմ ուզում, անպայման ես եղբայր Արամո եմ ուզում եւ տենց Ծնողները լսում են եղբայրը։ Լսում են, այո, որ Արամ եւ կարծում եմ դիպուկ անում ես։ Ես ուրախ եմ իմ աման համար, որտեվ ինքը լավ էներգիա ունի եւ կարծում եմ իմ ֆիզիոնոմիային եւ ամեն ինչին, հոգեկանին, մեր աշխարհին ամեն ինչին Արամը բռնում է։ Փաստորեն տղամարդիկ ֆիլմը կարելի ասել դարձավ իրականություն, ձեր հոր ֆիլմում մարմնավորած կերպարը սիրահարվել է ջութակար աղջկա։ Դուք ամուսնացաք ջութակահարուհու հետ։ Գիտենք, որ ձեր ծանոթության պատմությունը անչափ հետաքրքիր է, անգամ ասում են, որ այնքան եք պատմել, որ 40 վայրկյանում կարողանում եք պատմել։ Ավելի կարճ։ Որ խնդրեմ կպատմեք, ռեկորդ սահմանենք այսօր։ Ռեկորդ սահմանենք։ Ես առաջարկություն ունեմ։ Հա։ Լրի։ Այդ ամենակարճ ռեկորդայինը կլինի։ Լավ, երկու բառ։ Ինքնաթիռ, Փարիզ, ամուսնանանք, ոչ։ Երևան զանգ, բազմաթիվ զանգեր, ոչ։ Երևան 91 թվական Տեհրան ստուդիա, հանդիպել 92-ին օգոստոսի 6-ին ամուսնություն։
Դեվեց քանի Սահմանվեց ռեկորդը։ Թվեր խախտեցիր։ Դե հիմա ոչինչ մեծանում ենք։ Բայց բրավո։ Կարող ենք խառնել։ Ամարտ ամեն ինչ կարա խառնել։ Կարող ենք ամեն Բայց եթե ճիշտ է խառնում, նայած խառնության աստիճանը եւ ինչա խառնում, չէ՞։ Մենք սա կյանքը խառնված է մեր երկրում մենք։ Մենք է թվեր խառնենք էլի։ Կարա լինի։ Մարդիկ ուրիշ հաշիվներ են խառնում։ Ուրիշ բաներ են անում, մենք է ամուսնության թվերն ենք խառնում։ Արամոտ ձեր հայրը Ավետիք Գևորգյանը նկարահանվում էր ֆիլմերում։ Ձեր հորաքույրը Լաուրա Գևորգյանը հայտնի դերասանուհի է։ Հորաքրոջը սնունդն է։ Շատ շնորհակալ եմ։ Հորաքրոջ ամուսինը հանրահայտ Էդմոնդ Քյոսայանն է, նրա որդիները մինչ օրս կինոյում են, դուք եւ ձեր եղբայրը եւս նկարահանվել եք ֆիլմերում։ Գիտեմ, որ մի դժվար ընտրության փուլի առջև եք եղել, երբ պիտի ընտրեիք կամ դերասանի մասնագիտությունը կամ երաժշտի։ Անգամ 2.5 տարի սովորել եք թատերական ինստիտուտում։ Ինչպես հաղթեց երաժշտությունը։ Ես շատ դժվար եղա, որովհետեւ ես փայլուն ավարտեցի Սայեթնովայի անվան երաժշտական դպրոցը, հարվածային գործիքների դասարանը, լուսահոգի իմ շատ սիրելի դասատուներից մեկի Քրիստոֆոր Զաքյանի մոտ փառահեղ մի ինտելիգենտ անձնավորություն։ Ընդունվելուց հետո բնականաբար ես պետքա շարունակեի կոնսերվատորիան, քանի որ երաժշտական դպրոցում Սայեթնովայի հարմոնիա չէին դասավանդում, իսկ պարտադիր քննություն կա կոնսերվատորիայում հարմոնիայի քննություն։ Եվ մայրս պայմանավորվեց դասախոսների հետ, որ ես բանանեմ, պարապեմ եւ ընդունելություն դեպի կոնսերվատորիա, դեպի հարվածային գործիքների բաժին։ Բայց քանի որ եղբայրս արդեն ընդունվել էր 4 տարի մեծ էր Խորեն Աբրամյանի կուրսը թատերական ինստիտուտ։ Ես եղբորս հետ մոտիկ է եւ համերներով եւ գնում ենք ինքը լավ գիտար է նվագում Աշոտը բացի դերասան լինելուց հիմա արդեն դոկումենտալ ֆիլմերի ռեժիսոր է եւ բազմիցս ֆիլմերում խաղացել է Աշոտը շատ այնց պատկերավոր կերպար է ինքը ես կցանկանայի որ ինքը իր դերասանական ճյուղը շարունակեր բայց կթավինք ավելի ռեժիսոր այմեց ու կարծում եմ ճիշտ արեց սիրուն գրում է ես գնում եի թատերական ինստիտուտ եւ շփում աստեղ բան հետ մտնոլորտել եւ կտրականապես եկա ու ասեցի որ ես չեմ գնալու ես գնալու եմ թատերական ինստիտուտ եւ թատերական ինստիտուտի քննությունները սկսում են ավելի շուտ բոլոր բուհերից եւ Աշոտից ես իմացա ինչա պետք ոնց եւ ընդունվեցի բոլոր 5-երով թատերական ինստիտուտ այսինքն երաժշտական մասը մնաց իմ մոտ եւ թատերական ինստիտուտում 2.5 տարուց սովորելուց որ մնում էր արդեն տարի ու կես ես Օրբելյանի օրկեստր ընդունվեցի այստեղ ընկա մի ծայրահեղ Աստված երկու լավ բան տվեց ինձ ես շատ շնորհակալ եմ ինքը միշտ փայփայել է ու գրկել է ու բացել է դռներ այսինքն ես եմ ցանկացել որ այդպես լինի ու ես չիմացա ինչ անեմ որտեվ ինստիտուտը ինձ մոտ էր թատրոնի կինոն այնը Բաբկենիչից նման մեծ վարպետի մոտ Տիկին Գյուլիսերյանը բեմական խոսքը Լուիզա Ղևոնդովնան բարի դասատուներ Ռոմելա Միխայլովնան վոկալի Համլետ Գուրգենիչը երկրորդ ռեժիսոր երկրորդ Խորեն Բաբկենիչից հետո փայլուն մի հատ անձնակազմ էր այնտեղ եւ մտնոլորտն էր ֆանտաստիկ հին մասնաշենքում ես չհասկացա ինչ անեմ որտեղ այդ ժամանակից 16 տարեկան եմ քիչ խելոքն էի այլ կերպ կանեի բնականաբար ես Օրբելյանի օրկեստրը այդ համ որտեղ երաժշտությունն էլ էր եռում ու ես գնացի Օրբելյանի օրկեստր բայց այդ 2.5 տարին ինձ այնքան բան տվեց որ դա մի հատ մեծ կյանք մի հատ պատմություն էր մի հատ մեծ դաս էր իմ համար 2.5 տարին որ ես ուսանեցի Խորեն Բաբկենիչի մոտ եւ այն դասատուների մոտ ցավում եմ որ անավարտ մնաց շատ եմ ցավում բայց կյանքային չանեմ ստացվեց այդպես եղավ Էմա ձեր ընտանիքում եւս երաժշտությունը մեծ տեղ է ունեցել մեծացել եք վարպետների գործիքների երաժշտական գործիքների հայտնի վարպետի պարոն Ալբերտի ընտանիքում նա նաեւ ակորդեոն էր նվագում հաճախ եք լինում հոր արհեստանոցում ինչն է տպավորվել ձեր մանկական հուշերում Նախ չափից շատ շնորհակալ եմ ձեր ուշադիր եւ նրբանկատ վերաբերմունքի համար բրավո բացառիկ նվեր էր ինձ այսօր սկսել խոսքս պապայից եւ այսինքն ձեր վերաբերմունքը մեր ընտանիքին սկսվել է մինչև Էման ով էր շնորհակալ եմ շատ եւ եւս մեկ անգամ երախտագիտությունս Հորս անունը բացառիկ է իմ կյանքում մայրս ուրիշ կերպար է հայրս բացառիկ ուրիշ եւ երաժշտությունը որ իմ մեջ սերմանեց առաջին օրերից գուցե եւ
ես հորս եմ պարտական դրա համար եւ երաժշտությունը, որով ինքը ապրում էր, դա աննկարագրելի օրվա որևէ ժամ չկար եւ օրն էլ չուներ պաուզաներ հորս համար, որպես երաժիշտ, որպես բուժող երաժշտական գործիքներից, այդպես եմ շատ սիրում ասել, այս մասնագիտությունը բուժող որպես բժիշկ երաժիշտ, որտեղ կենթանություն տալ գործիքներին, որոնք այլևս չեն կարող լինել, սա շատ մեծ նվիրում է պահանջում եւ շատ մեծ վերաբերմունք եւ շատ հետաքրքիր ապրելաձև, այսինքն իր ապրելաձևը ողջ սկսվում եւ ավարտվում էր ինչը պետք է վերանորոգել, հա, այս սկզբունքով։ Եվ չէր կարող մի բան լինել ոչ վերանորոգելի հորս համար։ Արեստանոց կոչվածը մեր տանն է եղել, այսինքն մեր տանը բազմաթիվ գործիքներ էին, ամենատարբեր խնդիրներով, ամենատարբեր երաժիշտներով եւ առնչվել փոքր հասակից լսել, շփվել ամենատարբեր երաժիշտների հետ, դա շատ հետաքրքիր եւ յուրատեսակ ապրելաձև է։ Բոլոր տեսակի գործիքների հնչեղությունը հենց տանը հնչել է ձեր տան։ Մի փոքր էլ խոսենք ձեր մայրիկների մասին, Տիկին Սևանի եւ Տիկին Մարիտայի, անչափ նրանց ազդեցությունը եւս մեծ է ձեր որպես արվեստագետների կայացման եւ ձևավորման գործում։ Գախնի բան ունեք երևի, հա? Սարքեր եք դրած մեզանեք։ Իմ պարագայում ես քանի որ հայրիկից մի քիչ շուտ կորցրեցի 16 տարեկան։ 16 տարեկան 84 թվականին, դե 33 տարի է։ Եվ մայրս, ես միշտ փախել եմ տղամարդկին հասկացողությունից, կինը մնում է կին, ինքը չի կարող տղամարդկին լինի, զզվել եմ այդ արտահայտությունը, որ ասում են տղամարդկին է, արի կինը մնում է կին, տղամարդն է մնում է տղամարդ, բայց մայրս որոշ պարտականություններ բնավ վերցրեց իր վրա ուսման հետ կապված, դա աշուտ արդեն մեծ էր 20 տարեկան էր, ես 16 եւ պետքա ճիշտ կողմնորոշում լիներ ոնց ալինելու եւ նաեւ իմ հարազատներին եմ շնորհակալ իմ մտերիմներին, որտեղ հայրս լիքը ընկերներ ուներ, շատ, բայց արյուտես, որ շատ մարդիկ մաղվում են, մնում են շատ քիչ մարդիկ, ովքեր քո դուռը կբացեն նեղ օրվա ընթացքում։ Եվ հորաքրոջս ընտանիքը, ձյաձ Էդմոնդը, որին Էդմոնդ հորեղբայր էի ասում, շատ մեզ, այսինքն ինքը հորեղբոր պես էր, հորաքույրս, հորեղբորս ընտանիքը, որոնք Մոսկվայում էին բնակվում, քերիս, որով սոցիալապես օգնում են, որտեղ նեղ պայմաններ էին, ես չեմ ասում ենք բաց չենք ապրել, լավ ենք ապրել, իսկ սոցիալապես պապիկից ես եկած նորմալ է եղել, բայց եղան շատ նեղ օրեր, որ ես ճարացյալ 16 տարեկան միջև բանը գնում էի հարսանիքներում նվագելու թմբուկներով եւ փող վաստակեի եւ ստացվում էր եւ 3-400 ռուբլի ամեն հարսանիքին ժամը ուրբաթ օրվանից կոչում էր միսմորտ հասկացողություն կար, ինչ որ անասուն են մորտում չմանում այդ ինչա, չագուչով խփում են գլխին մորտում են միջև հարսանիքը ու միջև կիրակի օր մատերը սուրում էր, դե պետք է նվագել չէր էլի ստիպա ճարացյալ ես գնում եմ որտեղ պետք է վաստակեի եւ մամայի խորհուրդները ճիշտ են որտեղ նույն հայրս նույն մայրս ցանկացել են որ papan իրականում արհեստավոր է եղել ինքը կոշկակար մոդելոր է եղել շատ հիանալի շատ ֆանտաստիկ կարմ էր papan եւ քաղաքի հետ լավ տղեկը սաղ բոլորը հակել են papai կոշիկները դաժե գնացել են եթե չեմ սխալվում Գերմանիա կամ Փարիզ ցուցահանդեսի շատ լուրջ ծերուն էր արվեստի լեզվով էր ինքը մոտիկանում, շատ կիրթ մարդ էր, ինտելիգենտ մարդ էր, լինելով արհեստավոր եւ ինքը միշտ չէր ուզի, որ այդ գործը ես կամ Աշոտը կոշկակարի չթերագնահատելու, որտեղ ինքս մեր ավելի բարձր բաների հասնի իր զավակները, քանի որ արվեստի բնագավառներ նույն հորաքրոջս ընտանիքը նույն արվեստի մեջ մյուս պապիկս մայրական կողմը հորեղբայրը, այսինքն Խանզադյանների Գերդաստանը, որը հիմարյան մեջ է, այսինքն արվեստներ եւ այդ շրջապատը չէր ուզի, որ մենք լինենք արհեստավոր, որը ես խոնարհվում եմ բոլոր արհեստավորների առջև, դարբինից սկսած մինչև կոշկակար խոնարհվում եմ, որտեղ իրանք ուրիշ հոգեբանություն ունեն եւ դա իմ մեջ կա։ Ուսմեր որ ավելի բարձր արվեստ է լինում, արդեն տեսնում են Աշոտի մեջին մեջ եւ մաման շատ օգնեց։ Եվ ասում եմ այդ քննություններից ահավոր բաներ արա, ասեց Արամը ես Դնիպրից գազունի եմ մի քիչ են ծայրահեղ շատ
այս կողմ ահավոր եմ, ես վուլկանի պես եմ, եւ ինքը շատ բայց ինչ ես անում եմ ընդունելության դարձի մամա չէ պետքա գնամ, եւ շատ ամ մայրս ինձ օգնելու, որ խոնարհվում եմ շատ իր խորհուրդներով։ Ձեր մայրիկը կարծեմ հաշվապահ է եղել մասնագիտությամբ։ Այո։ Ինչպես որ գեներն ավելի հաղթող եղան։ Էման թվաբանությունների մեջ շատ լավ է, երկու բառն է կա։ Հա, ես մաթեմատիկա շատ հարգում եմ, մաթեմատիկական ուղեղ չունեմ, բայց այսինքն այն, որ շատ մաթեմատիկական են, հա, իմ մոտ երաժշտության բան ավելի շատ է գերիշխում։ Եվ բայց չգիտեմ, երաժշտությունը հաղթել է։ Արամոն մեկ եղբայր ունի, դուք մեկ քույր ունեք։ Մի փոքր կպատմեք փոխհարաբերությունների մասին, կարճ ասած ինչ է եղբայրը եղբոր եւ քույրը քրոջ համար։ Դե տեսնում եք Արամոյի պատմությունը լսելով անունը եղբոր ազդեցությունն է, Թատերական ինստիտուտը եղբոր ազդեցությունն է։ Եղբայրս մեծ ներդրում ունի իմ կայացման մեջ, մեծ աշոտը շատ, եթե չլիներ, մենք մտերիմ ենք եղել, կապ չունի 4 տարվա տարբերություն ա եղել, բայց մտերիմ ենք եղել։ Ես մի քիչ բան է, ինքը աշոտ ավելի հավաքված, ավելի զուսպ, ես մի քիչ քաղաքային բանով ասած մի քիչ նենց բաներ ունեի, լիքը, ինչ-որ անհասկանալի բաներ կա։ Եվ շնորհակալ եմ աշոտին եղբորս, որ խորհուրդներով առայսօր էլ է լինում, որ շատ հարցեր կան, ես աշոտի հետ կարամ խորհրդակցեմ, որտեվ իրա կարիքը զգում եմ, իրա կարծիքը իմ համար շատ կարևոր է, շատ կարևոր է, շատ մեծ ներդրում ունեցել աշոտը, որպես եղբայր, որպես ընկեր, մեծ ցանկություն ունեի, որ ինքը խաղար, ինքը շատ լավ դերասան է։ Ես ֆիլմերը որ նայում եմ, ինքը շատ խարիզմատիկ եւ շատ խորի գիտելիքներ ունի, շատ խորը։ Ինչի չեղավ ես իրան այդ հարցը չեմ տվել, ինքը չի պատասխանել, ինչի չես խաղում։ Եվ մի քանի հրավեր կեղավ, ինքը հրաժարվեց։ Չգիտեմ ինչի, բայց այդ հարցը տալու եմ։ Լավ կլինի, որ լինի։ Չգիտեմ, երևի իրան արդեն ռեժիսորան ավելի շատ է։ Դուր գալիս գրավում։ Հա, եւ շատ սիրուն գրում է աշոտը, շատ սիրուն։ Հիմա նաեւ հիանալի ռադիոհաղորդումներ ունի։ Ինքը ինձնից ավելի տաղանդավոր է։ Այդ տաղանդավոր բառը չեմ սիրում, ինքը ավելի տաղանդավոր է ինձնից 100% եմ ասում։ Ես մի քիչ հանրային տարա, ես էլ չեմ ասում տաղանդավոր չեմ, հա, շնորհք ունեմ, բան չունեմ, քար չեմ, կա, բայց ինքը ավելի բան է։ Շատ կուզեի, բայց Աստված տվեց ռեժիսորան, հապարտ եմ եղբորս համար, որ ունեմ նման եղբայր, որի անունն Աշոտ Գևորգյան։ Քրոջ եւ եղբոր թեմաները կարևոր թեմա է ընտանիքում, հա, հատկապես քույր էլ կա, եղբայր էլ կա, այս շատ լայն թող չնեղանան որևէ մեկը, բայց ասալիքս կնշանակի, թող եթե կան սխալներ անցյալում, թող մեկ վայրկյան առաջ որևէ սխալ մաքրվի եւ վերանա, որովհետեւ սրանք միակ տիեզերքից մեզ նվեր ստացած անձիկ են, որոնք ուզես թե չուզես դարձել են քո ընտանիքը։ Դու չես ընտրել ոչ քրոջդ, ոչ եղբորդ, նրանք պարզապես տիեզերքից քեզ նվեր են հասել։ Ես իմ քրոջը համարում եմ ինձ համար մեծագույն պարգև ամեն առումով, որովհետև նա կրում է իմ մորս մոր անունը, Սաթենիկ, ես էլ հորս մոր անունը, եւ շատ անգամ հնչում եմ միտք, որ ցանկալի չի տատիկների անունները, որովհետև ժառանգական ինչ-որ բաներ, ինչ-որ հիշողություններ, ինչ-որ բաներ խառնվածքի, հա, բնավորության բաներ են ժառանգում։ Ես կարծում եմ, որ մարդը ինքն է իր ճակատագրի ղեկավարը նաև, եւ շատ բան ինքը կարող է փոխել իր ճակատագրի, այսինքն փորձել չկրկնել այն ինչը որ եղել է։ Իսկ եթե կա մտքի գենետիկ հիշողության բաներ, ուրեմն դա պետք է լինի, դու չես Աստծո կամքն է դա։ Եվ ես ուրախ եմ շատ, որ ես ունեմ Սաթենիկ, ինքը իմ ավագն է։ Մենք շատ տարբեր ենք, շատ տարբեր։ Նա փոքր հասակից ընտրեց բժշկության ուղղությունը, բայց կարող է լինել հիանալի նկարչուհի, որովհետև ձեռքի շնորհք ուներ եւ նկարում էր շատ։ Բայց նաեւ բուժում էր իր տիկնիկներին եւ արջուկներին, այստեղ։
Եվ այդ ձերքի կարելը եւ ձերքի շնորհքը նաեւ իր կարի մեջ է, Ես հայքել եմ նանարի կարած վերարկում, քաղաքում չկրսալն ամեն, ինձ հատուկ կարես մենք նոր ենք ամուսնացել, ես կտոր առա շատ տեղն է, ինչ գույներ, ասեց ես խեսար է, ասի Սաթենիկ ջան, ասեց լավ ոնց ասի հիշում ես։ Այնպես որ ես շատ եւս մեկ անգամ ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել, այսօր ինչ որ բացառիկ հարցազրույց է ստացվել, որովհետեւ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց այս ձևի մեջ անընդհատ ինչ որ sense սյուրպրիզներ եմ ստանում, կարելի է եւ չխոսել, կարելի է անցնել, կարելի է մեկ բառ ասել, կարելի է ընդհանրապես հարց չտալ, կարելի է շատ բան կարելի է, բայց հարցի գույնի, շեշտադրման, այսօրվա ձյան հետ այնքան համահունչ բաներ կա ձեր երկուսի կերպարի մեջ, այնքան մարդու ներս մտնելու ցանկություն կա, որ կամա թե ակամա ես շարահյուսում եմ իմ մտքերը եւ չեմ ուզում ընդհատել, որովհետև դուք հետաքրքիր բանալ եք վերցրել եւ մտել եք մեր բնակարանները։ Լավ են արել։ Եվ այո, ճիշտ եք, լավ եք արել, այնպես որ ապրեք։ Էմա, ձեր երաժշտական ուղին սկսել եք իբրև ջութակահար։ Ձեր ընկերներից մեկը Արա Թորոսյանը, ով նույնպես ջութակահար է, հայտնի մուրզիկը, ասում է, որ ջութականտրելը խիստ պատասխանատու է, դա երաժշտական անեծք է։ Ինչու եւ ինչպես հետո ընտրեցիք երկարվեստը։ Ջութակարել եմ դարել շատ պատահական։ Այդպես չի, որ ես երազել եմ ջութակար լինել։ Ես պարզապես առաջին տարին դուրս մնացի ցուցակից, այդպես էլ է ստացվում։ Մարդն հիմա սխալ են ընկալել այդ րոպեին իմ ով լինելը, կամ ինչքան եմ երաժիշտ կամ ոչ։ Եվ հաջորդ տարին մորս խնդրանքով ընդունեք երեխային, որովհետև ինքը տառապում է Եվ տառապում է մտքին եղել է պատասխան Բալիկ ջան, կուզես լինել ջութակահար։ Ես պատասխանեցի այո, որովհետև եթե հնչեր Բալիկ ջան, կուզես լինես կանոնահար, կասեի այո, Բալիկ ջան, կուզես լինես կոնտրաբասի վրա նվագես, կասեի այո։ Այսինքն որևէ առաջարկի դեպքում կլիներ պատասխանից միանշանակ այո։ Անեծք չեմ ուզում ասել, որովհետև դա բարի պարզ իմաստով չի ասված, դա շատ խորը իմաստ ունի, բայց այնուհանդերձ ինքը բացառիկ փոխում է քո ճակատագիրը, քո ապրելաձևը, ցանկացած մասնագիտություն փոխում է, ցանկացած մասնագիտություն։ Եթե դու նվիրյալ ես քո մասնագիտության, դու չունես ժամացույց, լավ բժիշկը չի կարող ժամացույց ունենալ, նա չի կարող քնել, եթե հիվանդասենյակում ունի հիվանդ, ով սպասում է իրեն, եւ սպասում է ոչ միայն բուժվելու համար, այլ սպասում է ապրելու համար, այսինքն յուրաքանչյուր մասնագիտություն ապրեցնելու համար է ըստ իս, հա, եւ երաժիշտ լինել նաեւ նշանակում է ապրեցնել որևէ մեկին պարգևել այն ինչի միջով որ դու կարող ես փոխանցել ապրելու գաղափարը։ Ինչքան է լավ ստացվում չեմ կարող ասել, բայց լինել ջութակահար մշտապես լինել նշանակում է մշտապես անցնել տեխնիկական խնդիրներ, լինել ֆիզիկապես առողջ, այսինքն ինչ եմ ես հիմա շատ ավելի հստակ այդ ամենը տեսնում, որովհետև ունեմ տղա, որը նույնպես ջութակահար է եւ միշտ պատասխանում եմ լինել ջութակահար, նշանակում է երբ ուղեղդ, ներաշխարհդ եւ ֆիզիկական կառուցվածքդ համահունչ են իրար հետ։ Երբ նրանցից մեկը խախտված է, այսինքն քո ֆիզիկականը կամ քո նյարդային համակարգը, քո զգացմունքային դաշտը, այստեղ կունես դավաճանող փաստեր, լավ, որոնք քեզ կարող են դավաճանել որպես երաժիշտ, որն էլ արկա է լավի, գուցե եւ շատ ավելի լավի կամ ոչ կատարյալ երաժշտի դեպքում։ Ինչի փոխվեց, ջութակը դարձավ երգ, ոչինչ էլ չփոխվեց, պարզապես երկուսն էլ ապրում են իրար հետ, մեկը մի քիչ սպասում է, մյուսը ավելի է, մյուսը այսպես հա, այսպես են ապրում նրանք երկուսը իմ մեջ։ Ես ուղղակի մի օր բացեցի պատական մի դուռ եւ ասացի պարզապես, որ ես հեղինակ եմ եւ եթե թույլ կտաք կոնսերվատորիայում Արմեն Սմբատյանի կաբինետի դուռներ նա ռեկտորներ այդ ժամանակ եւ ես էլ ուսանող էի եւ մասնակցեմ այս մրցույթին, այո, մասնակցի, կարող ես։ Ես ցույց տվեցի իմ հեղինակած երգերը, ինքս էլ ներկայացրեցի եւ ստացա առաջին մրցանակ եւ հայտնվեցի Փարիզ մեկնողների ցուցակում։ Սա ինձ համար անսահման մեծ անակնկալ էր, լավ, որովհետեւ ես ինչ էի կարող համարել երգչուհի, առավել եւս երբ ցուցակում կային
Էլվինա Մակարյանի, Զարվի Տոնիկյանի, Նադեժդա Սարգսյանի, Սյուզան Մարկարյանի, այսինքն հայտնիների անուններ, Ռուբեն Հախվերդյան, ես եւ արդեն հայտնի Արամոյի անունը, որն էլ եղավ պատճառը այդ, որ ասացի թիվը խախտեցիր, 91-ը 89-ի հետ շփոթեց, բայց ոչինչ լավ, ես հիմա 89 թվականը դարձավ ճակատագրական Էմայի կյանքում, երբ բացվեց նաեւ ջութակահար Էման նաեւ հեղինակ է եւ երգում է։ Սա էր պատճառը, գուցեև ամենակարևոր օրը։ Ճակատագրական ճանապարհորդություն կարելի է ասել։ Այո։ Թեպետ ընկերները նշում են, որ դուք շատ տարբեր եք, սակայն միաժամանակ ասում են, որ Արամոյին լրիվ ճանաչելու համար պետք է ճանաչես Էմային։ Այդքան տարբեր լինելը համատեղ կյանքը դժվարեցնում, այդ է հակառակը ավելի հետաքրքրացնում եւ գուցե փոխլրացնում։ Ես կասեի ավելի հետաքրքիր է դարձնում, որովհետեւ ծայրահեղ երկու բևեռ ենք մենք, բայց միևնույն ժամանակ շատ ընդհանուր հայացքներ ունենք, շատ ասում են գուցե շեղվում եմ հիմա, բայց ուզում եմ անպայման ասել այս միտքը, ասում են, երբ ասում ես ես սիրում եմ քեզ, նշանակում է ոչ միայն նայես ու ասես ես սիրում եմ քեզ, այլ երբ երկու մարդ նույն ուղղությամբ են նայում, սա է նշանակում այս միտքը, հա, թարգմանությամբ, եթե բացենք ճակերտները։ Ես կարծում եմ, որ շատ հարցերում ես եւ Արամը նույնպես ենք տեսնում կամ ուզում ենք նույնպես տեսնել։ Եթե նույնիսկ մենք խնդիրներ ունենք իրար հետ, բայց մենք փորձում ենք մեր վերջին կետը, հորիզոնը տեսնել միասին եւ միասին են գնում դեպի այս հորիզոնը եւ սա ավելի հետաքրքիր է իմ կարծիքով։ Ասեց։ Էմա Արամոն հարցազրույցներում քանիցս ասել է, որ մի հարցի պատասխան մինչ օրս չունի, ինչու եք դուք իրեն ընտրել։ Այսօր այդ հարցի պատասխանը կտաք։ Ես գիտեք, վերջերս նման հարց ինձ էլի են տվել եւ ես պատասխանեցի շատ բաներ մենք մեր կյանքում անում ենք, համենայն դեպս ես եմ այդպես ապրում։ Ենթարկվում եմ պահի թելադրած առաջարկին։ Սա առաջարկ չի, սա ես ենթարկվում եմ եւ դառնում եմ վերցնում եմ պահը, քանի որ արդեն ճանաչում էի Արամին 89 թվականից եւ նոր չէի ճանաչելու նրան, չնայած որ ասում են ինչքան ապրում ես, այնքան նորից ես ճանաչում, որովհետեւ մենք ամեն վարքյան ենթարկվում ենք փոփոխությունների, բայց իր տեսակը հետաքրքիր տեսակ էր եւ մինչ օրս այդպեսին է եւ ես պարզապես ենթարկվեցի այդ մտքին, կինս Էման նստած է դահլիճում։ Ես կարող էի առարկել, ասել ոչ, ես ինչ ես ասում, այսպես չի կարող լինել, մենք պետք է լինենք քույր եւ եղբայր, այսինքն ես կարող էի առարկել։ Բայց ես չառարկեցի։ Ես վերցրեցի, ընդունեցի կատարվածը եւ չնահանջեցի։ Այսինքն ստացվեց ամեն ինչ շատ բարձ ակնթարթի մեջ եւ այս ակնթարթն էլ շատ որոշիչ է։ Կամ բաներ, որ մենք ընտրում ենք եւ չենք էլ հասկանում ինչպես ընտրեցինք։ Հիմա սա կոչվում է ճակատագիր երևի թե, կամ էլ պարզապես պահը որոշում է, պահը մեզնից ավելի ուժեղ է եւ ինքը ավելի լավ գիտի թե մենք որ դուռը պիտի բացենք, որ ճանապարհով պիտի գնանք։ Եվ մենք պարզապես ենթարկվում ենք աճ կամ ձախ գնալուն կամ պարզապես նստել եւ սպասելուն։ Բաժակին հավատում եք նայելուն։ Բաժակ նայելուն։ Չէ, սիրում եմ նայել, չէ։ Կատակել։ Ձեր զույգն այնքան ներդաշնակ է, որ անգամ կայքերից մեկում հանդիպել եմ Արամու եւ Էմա Պետրոսյաններ տարբերակը։ Հա, մենք այդպես մրցանակներ ունենք տանը։ Իրոք շատ որ ասում են տենց դեպքերից մեկը եղավ համերգին, երբ որ տենց Արամու եւ Էմա Պետրոսյաններ ես վրդովեցի, որտեղ ես է ազգանուն ունեմ։ Ասի լսի, ասեց, բայց դուք ունեք ազգանուն։ Ասա գիտեր որ ես ազգանուն չունեմ, Արամունա։ Ասի լսի, ասի, 68 թվին որ ծննդական են տվել ազգանունը, ոնց։ Ասում ես գիտեի որ դուք չունեք, դուք ուղղակի Արամու եք կամ պետ։ Դե լավ է, ված չի, բայց համակերպել եք արդեն։ Արդեն տենց ուշադիր չեմ, որ ասում են Արամու Էմա Պետրոսյանն ասում։ Առաջ Դե որտով եթե ինձ ընտրել ես, ես դարձել եմ քո Էման, ուրեմն իմ ազգանունն էլ քո ընտրությունն է։ Այն միասին ապրելն ու ստեղծագործելը արդյոք դժվար չէ, քանի որ հիշում եմ Անժելիկը Վարումը վերջերս հարցազրույց էր տվել, ասել էր, որ իրենք տանը գրեթե չեն խոսում, քանի որ բավական է միայն բեմը կիսեն միասին։ Ձեր դեպքում ինչպես հասկանում ենք, այդպես չի։ Այդպես է։ Այդպես է։ Ինչ որ մի հարցազրույցի ժամանակ էլ է հնչել նման միտք,
Եվ անverջ ինձ հարցնում են, որ կա այսպեսի կայքերից ինչ-որ մեկում այսպեսի միտք է պատտվում, որ օրերով չեն շփվում։ Չէ, օրերով չեն շփումը բան է, էլի, sense։ Դա ինչ որ вообще չենք խոսում։ Ինչի մասին է օրերով չշփվել ընդհանրապես, էլի, օրինակ ինձ հետաքրքիր է ինչ են պատկերացնում մարդիկ։ Չշփվել դա չի նշանակում չշփվել։ Դու կարող ես լռել, բայց դա ամենամեծ շփումն է։ Ես ուզում եմ, որ շատերը կարողանան լռելով շփվել իրար հետ։ Ֆորշի հենց այսպես էլ ապրում ենք երկում, ի թիվս այլ հայտնի եւ սիրված երևանցիների հնչում է նաեւ ձեր անունը։ Երևանը ձեզ համար պարզապես բնակավայր է, թե հատուկ կապվածություն կա, որովհետեւ նույն երևանցիներից մեկը Մալխասը ասում է, որ ունի երևանյան հիվանդություն, 10-12 օրից ավել չի կարողանում բացակայել Երևանից։ Դե մարդիկ կան, որ իսկապես չեն կարողանում։ Ես էլ անկեղծ ասած չեմ կարողանում, բայց եթե առիթ ընձեռվեց, որ ես չլինեմ 2-3 ամիս մեծ սիրո, որտեվ ամեն արվեստագետի համար շատ կարևոր է քաղաքից դուրս գալը, սիրում եմ Երևանը, իմ քաղաքն է, ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, չեմ սիրում, որ ամենագեղեցիկն է, չէ, շատ սիրում քաղաքներ կան աշխարհում, ամեն քաղաքացու համար, որտեղ ապրել է իր քաղաքն է սիրում եմ Երևանը, կարող եմ չսիրել, որտեվ այս փողոցներն է ինձ մարդ սարքել, այմա որ մենք նստած ենք Պուշկինի, Արամի, Կինո Մոսկվայի, Տերյան փողոցի, սիրում եմ Երևանը ու ինձ ուժ է տալի, ինձ սեր է տալի, ինձ ապրելու իմաստ է տալի, այստեղ իմ մանկությունն է, իմ ծնունդն է, իմ մանկությունն է, իմ պատանեկությունն է, իմ հիմա լինելն է, իր լավ ու վատ կողմերով, իր սառը ու տաք կողմերով քաղաքի, քաղաքը լավն է, եւ շատ անգամ ես մի քիչ նեղում եմ, որ ասում եմ զզվել եմ Երևանից, գնում եմ, դու Երևանի չես կարող զզվես, հասարակությունը ուրիշ բան է, եթե դու կարող ես զզվել այդ հասարակությունից, որը փոխվել է, բայց քաղաքից չես զզվում, ինքն է քեզ մարդ սարքե, հիմա լավ է սարքե, ինչքան լավ բաներ դու քաղել ես, դա քո խնդիրն է, այդ նախադասությունը ինձ միշտ են ցնցում, որ ասում եմ զզվում եմ Երևանի անունը չեմ ուզում լսել, չէ, ես Երևանի անունը միշտ ուզում եմ լսել, որտեղ դա իմ կյանքն է, իմ սերն է, ու ես չեմ կարող պատկերացնել ինձ առանց Երևանի, բայց ժամանակ առ ժամանակ բնավ, եթե հնարավորություն լինի գնալու եւ մնալու 3-4 ամիս կամ 5 տարի, կես տարի մեծ սիրով, չեմ առարկի գնալու, որտեղ այնտեղ նոր շունչ է տալի, նոր շփումներ են եւ գալ էլի ստեղծագործել, բնավ չեմ ասում, որ ես 10 օր հետո բան եմ մտնում, հա կարոտում եմ, բայց եթե այնտեղ մտնոլորտ եւ աշխատանքային ռեժիմի մեջ ես, Երևանն է ուրախ կլինի, որ դու լավ բան անես քաղաքի համար։ Էմայի տարբերություն ձեր որդին ջութակը ինքնակամ է ընտրել, կցանկանայինք իմանալ ավոյ ապագայի հարցում երկուսիդ պատկերացումները նույնն են եղել եւ որքան գիտենք արտերկրում է սովորում, հիմա ինչ գործունեություն է ծավալում։ Շատ հետաքրքիր եւ բազմաշերտ երեխա էր, շատ արագ եմ անցնելու, շատ արագ։ Մեզ հետ էր միշտ եւ տարբեր շերտեր ուններ եւ ունի մինչ օրս։ Չեմ ուզում գովեստի խոսքեր հնչեցնել, որովհետև կստացվի, որ ես նրա մայրն եմ եւ նրան եկել եմ գովաբանելու, ոչ իր ապրելը, իր պատասխանն է, ով է ինքը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ինքը շատ պատասխանատու երիտասարդ է, պատասխանատու հայրենասեր է, պատասխանատու մարդ է, պատասխանատու զավակ է, իր բոլոր ամենատարբեր տատանումներով եւ իր ամենատարբեր բնավորության գծերով, բայց կարծում եմ, որ երաժշտությունը այն միակ ուղղությունն է, ինչ մարդուն բացառիկ տարբեր բան է տալիս, լավ դաշվածություն, ներբության մի նոր շերտ է բերում մարդուն, հասկանալու ուրիշ խոսք է բերում, խոսելու ուրիշ լեզու է բերում, եւ սա նրա, այսինքն ջութակահար լինելը իր համար բացեց մի նոր ավոյի եւ օգնեց լինել նաեւ ուրիշ ավո։ Այսինքն այս բազմաշերտությունը նաեւ օգնեց իրեն ջութակահար լինելը։ Գեղեցիկ գրում է, գեղեցիկ խոսում է, գեղեցիկ պատկերացումներ ունի ամենատարբեր ուղղությունների շուրջ։ Հետաքրքիր զրուցակից է, ինչպեսին կլինի ապագան, չեմ ուզում ոչ մի բան ասել, թող լինի այնպես, ինչպես ինքն է ուզում եւ Աստված, որովհետեւ ինչպես քիչ առաջ ասեցի, չեմ ուզում ինքսից հակասել, մենք շատ անգամ ենթարկվում ենք պահի թելադրված առաջարկին
Իսկ հետո նոր կարծես թե սկսում ենք պայքարել եւ պատասխան տալ ինչու ընտրեցինք այդ ճանապարհը։ Թող իր ընտրած բոլոր ճանապարհները լինեն դեպի հաջողության ուղին եւ երջանիկ լինի, որ ընտրել է երաժշտությունը եւ կարող է երաժշտության լեզվով ամենատարբեր աշխարհի որտեղ որ կլինի մենակատար կամ չի լինի մենակատար կամ ինչ որ կանի, բայց վստահ եմ, որ երաժշտությունը կօգնի իրեն շատ լինել ազնիվ եւ լինել այն հայը, որում ինքը իր կարևորությունն է տեսնում։ Սա բան չի, որ ես բարձրաձայնեմ իմ ով լինելը, չէ, պետք չի բարձրաձայնել, պետք է պարզապես գործ անել։ Սա ամենամեծ շատերն են բարձրաձայնում, բայց դատարկությունն է բարձրաձայնության տակ։ Այնպես որ ինքը լավ գիտի, թե ինչի մասին պետք է խոսի եւ ինչ ձայնով պիտի խոսի, որտեղ պիտի օգտագործի 5 ֆորտը եւ որտեղ պիտի լռի։ Ես շնորհակալ եմ, որ ինքը դա հասկացել է, սա ամենակարևորն է, կարծում եմ։ Ասում են տղամարդուն կին է պետք, քանի որ աշխարհում ամեն ինչ չէ, որ կարելի է գցել կառավարության վրա։ Հետաքրքիր է, կարողանում եք կոնֆլիկտային իրավիճակներից խուսափել։ Ես Ընտանիքում։ քանի որ էման իր բնավորությամբ քշեր կա եւ հանգարց որ երբ որ ինչ-որ տենց վեճեր ընտանիքա լինում է բան, ինքը սկսում է այդ նժարների վրա ես կարամ վիճաբանության մեջ Մենք վիճում ենք։ Չէ, հախի։ Մենք հարց ենք տալիս իրար։ Հարց ենք տալիս, բայց տենց թե վեճերի տենց ացենկներ լինում են։ Ստացվում է, որ եթե յուրաքանչյուր մարդ հասկանա, որ դա վեճ չի, այս աշխարհում վեճ չի կարող լինել։ Չէ, իսկապես ինչի մասին են մարդիկ վիճում, դա զրույց է պարզապես, հա։ Փորձում եք հասկանալ։ Այսինքն եթե որևէ մարդ հասկանա իր շատը կամ իր քիչը, այս իհարկե այսպես կդառնա վեճ մի բան էլ, չգիտեմ, ավել։ Չէ, շատ հանգիստ ենք նայում։ Չի համար, դա վեճ չի, դա ամեն ինչը սիրով ենք կռվում։ Վիճում սիրով։ Սիրով ժպիտով ենք անում։ Տենց ինչ-որ բաներ։ Բայց նորմալ է, տենց գլոբալ բաներ չի եղել, որ տենց մեծ բաներ լինի։ Հիմա ես եմ մեղավոր թե պետությունը, հարցը տեղ էր։ Ինչ ես կարծում։ Կամ որ հարցերում են։ Որ խնդիր ունես, ես եմ մեղավոր թե պետությունը։ Էս ենք ուզում պարզել, ես էլ եմ ուզում պարզեմ Պետությունը մեր մեջ թե մենք պետության մեջ պետք է հասկանանք։ Բազմակետ։ Այ հենց բազմակետից խոսենք։ Եմը ասել եք, եթե նամակ գրեմ, արամ բազմակետ, այդ բազմակետը նամատովի կլրացնի կշարադրի։ Հասկացվածության այս աստիճանին հասնելու ուղին դժվար է եղել։ Ում գրեմ նամակ արամ։ Եթե Արամին նամակ գրեք արամ բազմակետ, նա կհասկանա բազմակետի փոխարեն ինչ էի կուզում։ Այդ բազմակետի մեջ Չէ, գիտես։ միշտ չի հասկանում։ Ինչ։ Հիմա չի հասկանում։ Միշտ չի հասկանում։ Միշտ չի հասկանում, չէ, բայց որ Մեկ հասկանում է, մեկ չէ, ուզում է որ գրի հասկանալ։ Արամ։ Մեկ Չէ, չի։ նայած Արամը ոնց է գրե։ Չէ, պարզապես հա։ Ինչ գույնի գրիչով, ինչ մատիտով։ Ինչով է գրե Արամը, Արամ անունը ինչով է գրե ու բազմակետը, այդ բազմակետերի մեջ մի հատ Մարքսի կապիտալի չափ մի հատ կարող լիքը բան լինի։ Դուք երկար տարիներ դասավանդում եք, ձեր սաները ասում են, որ դուք շատ զգայուն եք, միևնույն ժամանակ շատ հանդարտ եւ չեք գոռում, չեք ջղայնանում։ Ով։ Այ կուզենք ձեզից հարցնել տանը ինչպիսին է Էմմա Պետրոսյանը։ Հա, ճիշտ է, չեմ ջղանում։ Չէ, ջղայնանում է, չէ, սաներ հետ կապած ուսանողները, դες ընդհանրապես ես չեմ մտնում, որ չէ, մեկ եթե մի քիչ ուսանողը տոնայնական ֆալշ հասկացողություն է, բնավ նոր է բանանում, բացում եմ ուզում հասկանում եմ, որտեղից այդ ձայնը գալի ինչի է տենց, եւ դրանք աշխատում են ինձ տեսնելով, սկսում են չերկել, բայց ես ձայն չեմ անում, ոչ թե ցայցկով նայեմ։ Եղել է որ ես մի զարմացել եմ Էմմայի դասավանդման այդ կառուցվածքը շատ համբերատար կարա 6-7 անգամ բացատրի։ Հա, բայց մի անգամ արդեն ես հասկացա, որ այդ ինչ աստիճան է հասել։ Էմոն որ ասեց հերիք եղավ, որ ինչ որ մի բան չէր եղել, ասեց ուրեմն շատ քիչ է լինում, որ Էմման կարա ձայնը բարձրացնի բան։ Մանկավարժությունը բացառիկ մի հետաքրքիր ուղղություն է, երբ դու գործ ունես ուրիշ ճակատագրի հետ, եւ մասնակից ես ուրիշ ճակատագրի կառուցմանը, պետք է փորձես լինել հնարավորինս նուրբ եւ զգուշ։ Այո։ Բայց շատ քիչ է եղել։ Հետաքրքիր է, որովհետեւ Էլ չեմ ասում շատ ներողություն եմ ջան, որ գոռացել է։ Մի քիչ տոնայնական է բարձր եղել։ Բայց ոչ։ Էմմայի տոնայնության մեջ մի քիչ բարձր։ Ոչ
Ֆորտիսիմոյա եղել են, որ չտեն բամիս 25 տարվա ամուսիններ են, դենց չեմ լսում, 1080 լաչար բաներ կան, մեր ասում են լաչար են, դեն չէ, մի քիչ տոնայնականն է բարձր, դա արդեն հասկացել են, որ էմայի մոտ ինչ-որ արդեն, էլ չիմանում ոնց բացատրի կամ ինչ ասի, բայց չկա մեղմա, ինքը սիրում է հասկացնում։ Բանա, էլի չեմ կարող ասել աշխատանք, որտեվ սա ապրելաձև է, սա ուրիշ մի հատ ջուղն է իմ կյանքի եւ ես հասկացել եմ, որ միայն ես չեմ սովորեցնում, ինձ սովորեցնում են։ Ես այստեղից եմ գալիս։ Շատերն ինձ սովորեցնում են։ Նրանցից յուրաքանչյուրը ունի ինձ սովորեցնելու մի հետաքրքիր ձև, լավ վերաբերմունք, եւ նրանցից է գալիս շատ բան։ Ես ունեմ այն ինչ որ ես եմ տալիս եւ նաեւ սիրում եմ ստանալ։ Բայց հետաքրքիր եւ շատ բարդ կյանք է։ Քանի որ արդեն ներխուժել ենք ձեր ընտանեկան կյանք, կարող եք թվարկել մեկական հատկանիշ միմյանց մեջ, որ առավել շատ եք գնահատում։ Մեկը, միայն մեկը։ Լավ, մի քանիսը։ Այ զսպվածությունը, գիրտ, զսպված եւ համեստ լինելը։ Ահա, ընկնուրբա։ Այդ շատ եմ գնահատում։ Չեմ ուզում ստացվի, որ մեր զրույցը բացառիկ մերկանալու ժամանակահատված է այսօրվա մեջ, բայց կամա-թե-ակամա այդպես ստացվեց, լավ, եւ անկեղծ ապրել լավ բան է։ Ես շատերին խորհուրդ կտամ լինել հնարավորինս անկեղծ։ Չնայած որ ասում են կյանքը խաղ է, ես էլ եմ ընդունում այդպես, որ այդպես է, բայց այնուհանդերձ պիտի հասկանալ, որ դիմացին այդ խաղալիք չէ։ Այնպես որ ասելիքս հետևյալն է, փորձենք գնահատել յուրաքանչյուրի եւ լինենք կարեւոր մեկս մյուսի համար, հասկանալով, որ կյանքը խաղ չէ։ Ինչ եմ ասում այս ամենը, ես ուզում եմ ոչ թե արդարացնել Արամի անկեղծ ապրելաձևը, այլ ուզում եմ ընդգծել, որ շատ կուզեի, որ շատերը լինեին այդքան անկեղծ, ինչքան ինքն է։ Սա չափից ավելի խանգարում է ինձ, բայց միևնույն ժամանակ է շատ հպարտ եմ, որ իմ կողակիցը ազնիվ մարդ է։ Երբ ազնիվ ես, բաց ես տիեզերքի համար։ Երբ բաց ես տիեզերքի համար, ուրեմն տիեզերքը շռայլ է քո համար։ Եթե տիեզերքը շռայլ է քեզ համար, ուրեմն դու բացառիկ տաղանդավոր ես հասարակության համար։ Դու բացառիկ բարի ես եւ բացառիկ ձեռք մեկնող ես, բացառիկ երաժիշտ ես, բացառիկ բժիշկ ես։ Եթե դու ազնիվ ես, այսինքն տիեզերքը այնքան առատ է։ Նայեք, ես որտեղից ուր հասա։ Այսինքն լինել ազնիվ նշանակում է տիեզերքից ստանալ առատություն, իսկ սա ամենամեծ պարգևն է։ Ես ուրախ եմ, որ իմ կողքի մարդը բացառիկ ազնիվ է եւ բացառիկ տաղանդավոր։ Արամո, դուք ձեր բողոքն արտահայտեցիք, երբ վտանգի տակ էին պատմական որոշ շենքեր։ Առհասարակ որքանով եք հետևում երկրի քաղաքական իրավիճակին անցուդարձին եւ ինչպես եք կարծում արվեստագետները պետք է բարձրաձայնեն իրենց բողոքը, թե դա պետք է անեն միայն արվեստի միջոցով։ Կապված ինչի հետ բողոքը, եթե կապված է շենքերի հետ, որ ասեցիք Երևանի, իսկապես ցավալ է, եթե մենք նկատում ենք մեր այս փոքրիկ կենտրոնում երևի մի երկու շենք է 100 տարվա մնացել։ Եթե դու խոսում ես Երևանի մասին եւ չունես այդ, էլ ումա պետք է, ես կցանկանայի, որ ֆասադները պահեն, ես դեմ չեմ նորամուծությունների, նոր ճարտարապետական լուծումների դեմ չեմ, բայց չի կարելի ջնջել հինը։ Ես ոչ թե ապրում եմ հնով, չէ, պետքա ֆասադը պահել եւ այդ պատմամշակութային շենքերը, որը մեծ նշանակություն ունեն քաղաքի համար, որտեղ պատմությունն է, որտեղ լիքը հուշեր են, որը կարելի է ճիշտ օգտագործել նաեւ տուրիստական առումով տուրիստների համար, համար ցավալի է, որ իրանք անհետանում են եւ չգիտեմ հիմա քանի շենք է մնացել, կան պատմամշակութային շենքեր, որոնք պետքա պահպանվեն։ Հիմա այնքան տեխնոլոգիաներ կան աշխարհում, որ ֆասադը պահում են մեջից կարողանում են ամրացնել, բանանել։ Ձեր բողոքը արտահայտում եք միայն այն ժամանակ, երբ որ նաև արվեստով է կարա լինի, իսկապես ներկայացումով է կարա լինի։ Դա կապ չունի, որ ես Երևան քաղաքի մասին կամ ինչ-որ երգ չեմ երգում, օրինակ նույն վերցնենք Էմայի արվեստ, հա, երգերը, Էման ոչ հայրենասիրական
թեմատիկա ունի եւ տենց բան Չէ, ունեմ, ինչի՞ չունեմ։ Չէ։ Ուղղակի շատ չի Երկերի մասին, դա չի նշանակում, որ այնքան հայրենասեր չի կամ մեր բանակը կամ մեր հայրենիքը կամ Երևանը չի սիրում։ Դրա մեջ հայրենիք երկելով կամ Երևանի մասին գրելով ինչ-որ բան այդ չի։ Ես կարող եմ ատան հենց ուրիշ երկեմ, որ այնքան Երևան լինի, իմ սերը ցույց տամ իմ ապրելակերպով, իմ ճիշտ ապրելակերպով եւ շփման գծով եւ արվեստի միջոցով իսկապես արվեստը դա այն բնագավառն է, որ քո պրոտեստը կամ ամեն ինչը կամ ֆիլմով կամ ներկայացումով կամ նկարելով կամ գրելով դուք այո կարող ես արտահայտել հարցը խոսքը չի որ դուրս գաս ու բաց որտեվ կան ընդ եթե թատրոնում վերցնենք եթե ֆիլմի մեջ այնպես բաց տեքստեր կան որ դու պետք է անկալես հասկանաս ինչ ասում այսինքն մտնես բաների մեջ ոչ թե բառացիորեն հա դուրս գաս ասես շատ եմ կարևորում ասելիքը շատ եմ կարևորում բայց եթե դա ազնիվ եւ մաքուր է ոչ թե ձև եւ միֆ եւ ցույց տալը որ սիրում եմ այսինքն մասկայով խաղ չանես ցույց տաս բայց քո ներքինը ուրիշը լի չէ ասում ես բրավոյ պետք է ասես վերջ խաղերի ձևերի հետևից զզվել եմ Գալով Էմայի երգերին ձեր կտավ երգը անչափ շատ եմ սիրում չէ ուժեղ չես դու փոթորիկահեղ չես կարող ջնջել այս կտավս էլ կցանկանայի իմանալ խոսքերի հեղինակողը ով է եւ ինչպես ստեղծվեց այդ երգը Մեղեդին Արամինն է խոսքերի հեղինակը ես եմ ինքը արդեն պատասխանում է ձեր տված հարցին Չես կարող ջնջել այս կտավս էլ կտավը ես եմ իմ պատմությունն է եւ փոթորիկն էլ իմ պայքարն է այսինքն իմ գոյությունը դա իմ պայքարն է Շատ լավ երգ է Շնորհակալ եմ ես էլ եմ շատ սիրում Էմա դուք նաև հեղինակ եք որոշ պիեսների, ձեր սցենարով է բեմադրվել Սև դառը շոկոլադ ներկայացում այնտեղ դերակատարները Արամոն եւ Լուիզա Ղամբարյանն են։ Դուք խոստացել եք հանդիսատեսի դատին հանձնել եւս մեկ պիես։ Ինչ փուլում է այն։ Այն համարյա թե ավարտված է, հիմա սպասում եմ Սուրենին, որովհետեւ անպայման իր հետ որոշ բաներ ունեմ շտկելու, վերագրելու, Այսինքն, երբման ինչ-որ փուլ դեռ պետք է անցնի, բայց անհամբեր եմ սպասում, որովհետև կարծում եմ շատ հետաքրքիր չեմ պատմի ինչի մասին է։ Պարզապես հերոսներս 3 անձիկ են, որոնք հայտնվել են մի հետաքրքիր իրավիճակում եւ այս իրավիճակում փորձում են հասկանալ ինչի համար են պայքարել եւ ինչի համար պիտի պայքարեն հետո։ Կարծում եմ, որ այս տարի, չեմ ուզում ասել ժամանակը, այս տարի այն կներկայացնենք հանդիսատեսին։ Համենայն դեպս ես շատ անհամբեր եմ սպասում։ Արամո հիշում եմ տարիներ առաջ դուք բարձրացաք մեր ժամանակների լավագույն դերասաններից մեկի հետ Վարդան Պետրոսյանի։ Վարդանից հետ հիանալի էր։ Կպատմեք այդ ներկայացման մասին եւ հիմա ինչ հարաբերություններ ունեք, ձեր հարաբերությունների։ Ասում Վարդանը շատ յուրօրինակ եւ շատ պայծառ տղա է, շատ խորը եւ շատ փխրուն։ Բարձր հումորով իր մեջ շատ գույներ կան, շատ գույներ կան, շերտերը շատ են եւ երբ որ առաջարկությունը եղավ մեր մանկության մանգոն ներկայացումը, դա 97 թիվին է չեմ անում, հա, 10-20 տարի առաջ երևի, կարծում եմ, ինչ էր ինձ ընտրես, իրան այդ հարցը չեմ տվել, երբևիցե Վարդանին։ Շատ հիանալ էր, այդ տեղել էր արդեն հասկանում եք ներկայացումով դու բերում ես այն հարցերի այն պատասխանները, հարցերի պատասխանները, որը ժողովուրդը ուզում է, այսինքն ակտար չի դու ներկայացման միջոցով ես։ Եվ եթե դուք դիտել եք ներկայացումը, այստեղ փոխհարաբերություններ, դասախոս, ուսանող հայր, որդի, այնտեղ ընդգրկված են Երևանն էր ընդգրկված 50-ականներից մինչև 97 կամ 2000 թվի Երևանն էր, որտեղ ֆինալը միշտ կարելի է փոխել եւ ինքը ներկայացումը ակտուալ է միշտ։ Ակտուալ է եւ ես հիշում եմ, երբ որ Վարդանի հետ մենք գնացինք գրադարան եւ այդ 50-ական 60-ական թվերը այդ հայր որդի փոխհարաբերության մեջ կամ ուսանող օպերային երգիչ էր այդ բանը կերպարը եւ Վարդանը դասախոս մենք ընտրում ենք հումորների բանը թերթերից Վարդանը բացառիկ պրոֆեսիոնալ է Վարդանի խոսքը ես սիրում եմ Վարդանի տեսակը շատ կարևորում եմ քաղաքում որտեվ ինքը շատ կարևոր տեսակ է որպես հայ որպես արվեստագետ շատ եմ կարևորում ցավոք սրտի այդ դեպքից հետո
Մենք հանդիպեցինք եւ Կյանք ու կռիվ ֆիլմում, երբ որ նկարանվում էինք, ես գնացի խնձորես նկարանումների Վարդանն եկար։ Մենք երկար զրուցեցինք։ Մի քիչ փոխված էր Վարդանը, այսինքն այդ ամիսները եւ այդ օրերը շատ իրան շատ փոխեցին, ոչ թե որպես մարդ։ Կյանքը հասկանալու ավելի մտնելու մեջը ու շերտերը հասկանալու, որ նա սև սպիտակը եւ ինչը այն կյանքը, որը ինքը շատ ահավոր ցավում եմ, բայց կարծում եմ, որ նոր ներկայացում կլինի Վարդանի, որտեղ ինքը արարիչ է, մենք տվարից էլի, մենք արարող տեսակներ կան, մարդկային արվեստագետների արարող։ Մի լյուբիմ всегда տվարից, սիրում ենք արարել։ Հիմա լավա թե վատը չեմ ասում, դրա մասին չի։ Այդ պրպտող ինքը կա, ես ուրախ եմ իր տեսակի համար։ Ես ցանկանում եմ, որ շատ շուտապույտ ինչ-որ հիմա ժամանակահատվածային է ինքը, շատ շուտապույտ կխնդրեի, որ ինքը դուրս գար եւ ցավում եմ այդ փաստի համար եւ այն նաեւ ընտանիքի տղաների համար, ովքեր շատ ցավալի փաստ է։ Ես կցանկանամ, որ Վարդանը ստեղծագործի եւ մեկը այդ ամեն ինչը մնում է քու կյանքի ֆայլի մեջ, ոչ թե էլեկտրոնային, այլ քու ուղեղի ֆայլի մեջ, մի հատ բան կա, որ ինքը միշտ քեզ ուղղորդելու է, միշտ իրանից դու չես անջատվելու։ Եթե ինչ-որ շատ կրուպնի բաներ են, չի անջատվում, մեկը 80-90 տարեկանում ինքը միշտ աշխատում այդ ֆայլը կա։ Կգնաք ու այդ միջև դու արդեն ես կյանքին հրաժեշտ ես։ Ես կուզեմ, որ Վարդանը ստեղծագործի, շատ կուզեմ, որտեղ իր տեսակը որպես մարդ, որպես դերասան, որպես ստեղծագործող, որպես ընկեր, որպես զրուցակից շատ եմ կարևորում, ահավոր շատ եմ կարևորում։ Նման տեսակը պետք է մեր քաղաքին, որ անկեղծ է սիրում իսկապես, առանց այլևալության է սիրում, իր գործով է սիրում եւ Վարդանը իր գործով դա ապացուցել է, իր ներկայացումներով ապացուցել է ոնց է սիրում քաղաքը եւ ինչ նվիրյալ է արվեստին եւ թատրոնին։ Շատ կարևոր է։ Էմա գիտենք, որ շատ եք օգտագործում ֆանտաստիկ բառը։ Ձեզ համար այսօր մեր քաղաքում ինչն է ֆանտաստիկ։ Ես ինչ լավ հարց տվեցիք։ Մեր քաղաքում ինչն է ֆանտաստիկ։ Ձյունը, տեխնիկային թատրոնը։ Ինչ է։ Տեխնիկային թատրոնը։ Հիանալի է, հա, տեխնիկային է, այո։ Եվ յուրաքանչյուր անակնկալ ինչ կարող եմ ես տեսնել։ Իսկ դուք ունեք ձեզ բնորոշ բառեր արտահայտություններ, գուցե Էման հուշի։ Լավ է։ Այդ լավ է, նա չէ, իմ մոտ մի քիչ այլ բնույթ էին կրում։ Լավ բան չեմ անում, բայց կա բառեր, որոնք շատ եմ օգտագործում։ Դե հիմա այդ բանը։ Չէ, հիմա ես չեմ ասի, որ բառերի մասին է խոսքը։ Պարզա։ Լավ չի, բայց դմբո եմ ինչ անեմ, դե հիմա։ Բայց ասես լավ է։ Ծրագրերին անդրադառնանք, ունեք համատեղ բեմադրություն, տեսահոլովակ, ինչ ծրագրեր ունեք առաջ կամ թեկուզ առանձնաբար։ Ծրագրերը հիմայի կապած պիեսն է եւ Սուրենը նոր բեմադրություն է անում տրամվայ ցանկություն տրամվայ, որտեղ ընդգրկված են ես, Լուիզ Աղամբարյան, Նայրան, դրամատիկ թատրոնի եւ Արմանը Նշանյան, հիմա փորձերի շրջանն է, կարծում եմ երևի ապրիլին դա աստված բարձրացնի Սուրենը բեմ ներկայացումը, Էմայի ներկայացումն է եւ բնականաբար համերգներ կարծում եմ կլինեն, որտեղ նոյեմբերին համերգ եղավ, մենահամերգ եղավ 30 տարի բեմում, շատ լավ էր, ես կցանկանամ, որ այս տարի էլ արդեն համատեղ Էմայի հետ մի հատ մեծ էլի համերգ լինի, Աստված առաջ, նաև սիմֆոնիկ նվագախմբով, էստրադային օրկեստրով մեծ համերգ լինի, որտեղ շատ լայն ծրագիր է, նոր երգեր կան, նոր ստեղծագործություններ կան, կցանկանամ լինի, առաջ Աստված տեսնենք ոնց կլինի։ Տեսահոլովակ իսկ։ Տեսահոլովակ ցանկանում եմ, նոր երգեր կան, ցանկանում եմ, բայց հələ չգիտեմ, անկեղծ ասեմ, երբ կլինի։ Կցանկանայի, որ այո, երգերը, որ հիմա ստեղծվել են, դուրս են եկել մեր մեջից, գար դեպի ժապավեն կամ այդ ցիֆրավոյ կոչված բանը եւ մեր հանդիսատեսը տեսնենք։ Դա Աստված որ ստացվի, բայց հիմա այդ ներկայացման կամ ֆիլմերի կարծում եմ առաջարկություններ կլինեն տեսնենք։ Շնորհակալություն շատ, բազմաբովանդակ եւ բազմաշերտ հարցազրույցի Ես համար։ շատ շնորհակալ եմ ձեզ, որտեղ նման հարցազրույց շատ քիչ է լինում եւ շատ ուրախ եմ ձեր պրոֆեսիոնալիզմի համար եւ
այն նրբանկատ հարցերի շուրջ, որը իսկապես ժամանակ առ ժամանակ ես տենց բան եմ անում, որտեղ մենք շատ նուրբ տեղեր եք բանալ է, շատ ինձ հաճելի էր զրուցել, շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ։ Ես էլ եմ ուզում հայտնել եւս մեկ անգամ ձեզնից շնորհակալություն։ Ես խոսում էի անկեղծության եւ ազնվության մասին, դուք հիմա դրա հայելին եք եւ ողջունում եմ ձեզ եւ տա Աստված, որ ունենաք լիքը լավ հյուրեր եւ կարողանաք շատ ստեղծագործել եւ ապրել ստեղծագործաբար, որովհետեւ այլ տեսակ ապրել ցանկալի չէ։